Այս տարվա ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան աճել է 5,4%-ով, մարտ ամսվա 3,7%-ի համեմատ։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները զեկույցում, որը հրապարակվել է Համաշխարհային բանկի հայկական ներկայացուցչության մամուլի ծառայության կողմից։ Նշվում է, որ 2025 թվականի հունվարից ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ընդհանուր աճը կազմել է տարեկան 4,4%։ Ապրիլ ամսին մարտ ամսվա համեմատ տնտեսական ավելի բարձր ակտիվությունն ապահովել է շինարարության ավելի արագ աճի եւ արդյունաբերական ծավալների ավելի դանդաղ կրճատման ֆոնին։ Սա պայմանավորված է էլեկտրաէներգիայի եւ էներգիայի արտադրության ավելի բարձր աճով եւ մշակող արդյունաբերության աճի տեմպի ավելի դանդաղ նվազմամբ։ Ապրիլին 16% անկում, մարտ ամսվա 26%-ի համեմատ, նշում են Համաշխարհային բանկի փորձագետները։ Կենտրոնական բանկում հունիսին կայացել է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ պայմանագրի ներդրմանը նվիրված հանդիպում։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Andersen Legal ընկերության եւ ֆինանսական շուկայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կենտրոնական բանկը ՎԶԲ-ի տեխնիկական աջակցության եւ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ նախատեսում է ներդնել հայկական իրավունքով կարգավորվող եւ միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր, որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ եւ արժեթղթերի փոխառության գործարքների համար։ Պայմանագրի ներդրումը կարող է բարձրացնել տեղական շուկայի մասնակիցների վստահությունը Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ։ Ներդրվող ստանդարտ պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կարող է ընձեռել հետևյալ առավելությունները. հեշտացնել ֆինանսական գործարքների հետ կապված ռիսկերի զսպումը, կրճատել գործարքների համաձայնեցման երկարատև եւ բարդ փուլերը, խնայել անհատական պայմանագրերի պայմանների համաձայնեցմամբ պայմանավորված լրացուցիչ իրավաբանական ծախսերը, նվազեցնել իրավական անորոշությունը, բացել նոր հնարավորություններ միջազգային գործընկերների հետ լայնածավալ եւ վստահելի ֆինանսական գործարքների իրականացման համար։ Հյուսիս-հարավի Տրանշ 2-ի աշտարակ Թալին 34 կիլոմետր վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում եւ այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100 կմ/ժ հաշվարկային արագությամբ, առաջին տեխնիկական կարգի ժամանակակից ու հարմարավետ ճանապարհ։